Բժիշկ Սոնա, մի հետաքրքիր բան եմ նկատել, տարիքի հետ մարդիկ կոկորթում են ինչ-որ պրոբլեմներ ունենում, պապիկները, տատիկները, լավ չեն շնչում, որպեսզի նաև բժշկական տերմիններով իհարկե բացատրեք, բայց եք անդադ կխեղդվեն, կոկորթը մաքրելու անհրաժեշտություն առաջամ հատկապես պապիկների մոտ, ասեք թե դա ինչ երևույթ է, արդյոք կրկին տարիքային ինչ-որ բանից է բխում, թե ցանկացած տարիքում էլի կարող է ի հայտ գալ ու արդյոք դա ալերգիայի հետ կապ ունի այդ կոկորթում։ Դա շատ հավաքական երևույթ է, որովհետև օրինակ տարեցների մոտ, ծխողների մոտ դա կարող է լինել ակտիվ խորխարտադրության արդյունքում խորխը կուտակվի բկանցքում ու մարդը անընդհատ պահանջ ունենա մաքրելու բկանցքը, երբեմն այդ դժվարացած շնչառություն հենց բկանցքում կարող է նկատվել անձանց մոտ, ովքեր ունեն վահանաձև գեղձի հիպերտրոֆիա չափերի մեծացում, դա հաճախ կարող է կրել նաև նյարդային բնույթ և իհարկե դա կարող է լինել և ալերգիկ ախտահարման արդյունքում, որովհետև օրինակ ալերգիկ ռինիտների դեպքում, երբ պացիենտները ունեն առատ խորխարտադրություն, ինչը պայմանավորված է հիվանդության զարգացման մեխանիզմներով և դա կարող է ունենալ քթից դեպի բկանցք հետ հոսք, կուտակվի բկանցքում ու մարդը էլի անընդհատ այդ զգացողությունը ունենա, ուզենա արտաբերել այդ խորխը, էլ չասեմ, որ կարող է դիտվել կոկորտի շրջանի անգիոայտուց, որը շատ տարածված, հաճախ հանդիպող ալերգիկ հիմքեր ունեցող ախտահարում է, նաև անգիոայտուցը կարող է լինել պատճառ որոշակի դեղորայքի ընդունման, օրինակ ԱՊՖ ինհիբիտորները, որոնք տարեցները շատ օգտագործում են, որտև իրանք հակահիպերտենզիվ պրեպարատներ են, բավականին էֆեկտիվ, լայն կիրառում ունեցող, որոնք կարող են առաջացնել այդ բրադիկինինային անգիոայտուցը բկանցքում, դա կարող է լինել նաև կոկորտի անգիոայտուց պայմանավորված այլ մեխանիզմներով, կա ժառանգական անգիոայտուց հիվանդությունը, որը ևս կարող է դրսևորվել կոկորտում բկանցքում այտուցի զգացողությամբ, դրա համար բկանցքում ստեղծված այդ իրավիճակը իրոք հավաքական հասկացություն է և այդտեղ պետք է իրականում հասկանալ որն է առաջնային պատճառը։ Դրսևորումը բոլոր դեպքերում դա է, բայց նման է, բայց պատճառները կարող են լինել տարբեր և կարող են լինել բացարձակապես ոչ ալերգիկ բնույթի։ Բժիշկ Սոնա, մի բան էլ որ հաճախ եմ հանդիպել մեր հիշողության սրճարանում, տարեցների հետ առնչվելիս, խեղդող չոր հազ են ունենում անընդհատ, հիմնականում դա կանանց մոտ եմ նկատել, սրա պատճառները որտեղ են, էլի տարբեր է, թե ընդհանուր ինչ-որ բաներ կարելի է ասել այս դեպքում, ասթմային բնորոշ։ Կարող է լինել ասթմայի հազային ձևը, այդպիսի տեսակի ասթմա կա, որովհետև մենք բոլորս գիտենք ու հիմնականում մարդիկ, ովքեր բժիշկ չեն, միշտ պատկերացնում են ասթման դա շնչահեղձությունն է, դա իրոք շնչահեղձություն է, այսինքն ավելի հաճախակի լինում է այդ ասթման իր դասական շնչահեղձության նոպաներով, բայց պիտի հիշենք, որ կա նաև ասթմայի այդ հազային ձևը, երբ որ այդ դասական շնչահեղձության նոպան հիվանդների մոտ կարող է բացակայել կամ շատ հազվագյուտ հանդիպել և դա իրոք արտահայտվում է այդպես չոր հազով, նոպայաձև հազով, տհաճ զգացողություն, իրանք էլի դժվար են շնչում, բայց մի փոքր այլ կերպ է դրսևորվում, այստեղ ուղղակի պիտի բոլորս չմոռանանք այդ ասթմաների հազային ձևի մասին, երբ ինքը դրսևորվում է այդ հազային համախտանիշով, բայց այդ տիպի չոր հազեր կամ տարբեր այլ բաներով կարող են ևս լինել պայմանավորված, դրա համար ամեն չոր հազի դեպքում խմել ինչ-որ հակաալերգիկ
վստահ լինելով, որ դա ալերգիկ բնույթի է, սխալ է, կամ խմել միանգամից ինչ որ հակաբորբոքային, էլ չեմ ասում ավելի ինչը մեր ազգը շատ է սիրում չարաշահել հակաբիոտիկներ, դա իմաստ չունեցող մոտեցում է, դրա համար այդ պարագայում եւս իրանք պետքա դիմեն բժիշկի։ Իմ խոսքը միշտ մի բանի մասին է, որ անկախ ամեն ինչից չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել բժշկի եւ ստանալ այդ պատճառը, ունենալ ախտորոշում, պատասխանը, ունենալ ախտորոշում, ունենալ բուժում, անգամ եթե այդ բուժումը կրում է սիմպտոմատիկ բնույթ, ինքը եւս պիտի լինի գրագետ ու ցանկալի է բժշկի կողմից ցուցված։